Քեզի լծո։ Այո, Անունդ ինչ է։ Ռուբեն։ Ռուբեն։ Իմ անունս էլ։ Կարիք չկա ձեր անունը ասելու, բոլորն էլ ձեզ ճանաչում են, պարոն Մեր Մկրտչյան։ Ասեմ ավելին, ծնվել եք 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում, նկարահանվել եք։ Ծոլը շունչ քաշե, խելառ է։ Ես գիտեմ օրենսի բոլորը կճանչնան։ Քսեմ իմ անունս էլ է քու անունիցդ, բայց մեր մանկության տանգոն կինոյի մեջ։ Այդտեղ Ռուբեն կխաղայի։ Հա, տեսել եմ այդ ֆիլմը, շատ լավն է։ Եկել ես Գյումրին տեսնիս։ Չէ, Գյումրիում շատ եմ եղել, արդեն ամեն ինչ տեսել եմ։ Սայլու Գյումրի միշտ էլ բան կա տեսնելու։ Կուզեք մի հատ նենց բան ասեմ, որ հաստատ չեք տեսել Գյումրիում։ Քեզի։ Չէ, ինչ չէ։ Բը հնարավոր չէ, այնպես ուրիշ բան ասես, որ չեմ տեսել ստեղ։ Հնարավոր է, քանի որ նոր է ստեղծում, այն էլ Շվեյցարիայի կողմից։ Ու այս շատ մեծ իրադարձություն է ոչ միայն Գյումրի, այլ ամբողջ Հայաստանի համար։ Իա, ինչ է որ։ Պատկերացնում եք Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ Գյումրիում անցկացվելու է միջազգային EHL հյուրանոցային բիզնես դպրոցի ուսուցում, որ ամենակարևորն է, ուսանողները վերջում ստանալու են շվեյցարական դիպլոմ հենց Լոզանի համալսարանի կողմից։ Հդիկ հետաքրքիր բան կսես։ Հդիկ շատ կարևոր բան կսես։ Հատկապես կրթաթոշակների արկայության պարագայում։ Եթե ավելի մանրամասն հետաքրքիր է, այցելեք իրենց պաշտոնական կայքը, ես էլ այցելեմ ձեր տուն-թանգարան։ Այսքան ժամանակ չես այցելել իմ տուն-թանգարան։ Իհարկե այցելել եմ, պարոն Մեհեր Մկրտչյան, ուղղակի ձեր նման մարդկանց տուն-թանգարան մի անգամ չի որ պետք է այցելել։